Վրաստանի խորհրդանի նախագահն արձագանքում է Շվեդիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը, որտեղ նա խոսում է Ռուսաստանի հետ առևտրի և վերջին տարիներին Ուկրաինային ցուցաբերած օգնության մասին։ Եվրամիությունը 2022 թվականից ի վեր Ուկրաինային տրամադրել է ընդամենը 180 միլիարդ եվրո, մինչդեռ Ռուսաստանին վճարել է 310 միլիարդ եվրո տարբեր ապրանքների համար, ասել է Շալվա Պապուաշվիլին։ Նրա խոսքով Վրաստանն իրավունք չունի բարոյականություն պահանջել այն երկրներից, որոնք օգտվում են ստեղծված իրավիճակից։ Ուկրաինան հաստատում է, որ Միացյալ Նահանգներից ստացել է պատերազմը դադարեցնելու նախագիծ։ Զելենսկին հույս ունի, որ առաջիկա օրերին կքննարկի դիվանագիտական տարբերակները նախագահ Թրամփի հետ։ Մինչ այդ ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի բովանդակությունը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Ծրագիրը ներառում է 28 կետ, որոնց համաձայն Ռուսաստանը չի ներխուժի հարևան երկրներ, Ուկրաինան իր սահմանադրության մեջ կգրի, որ չի միանա ՆԱՏՕ-ին։ Դաշինքը կհրաժարվի ընդլայնումից։ ԱՄՆ-ի նախագահի խաղաղության ծրագիրը նաև անդրադառնում է տարածքային հարցերին։ Ռուսաստանը գիշերը կրկին օդային հարված է հասցրել Զապորոժիային, զոհվել է 5 մարդ, վիրավորվել 8-ը։ Հարձակման հետևանքով վնասվել են նաև տներ, խանութ և գյուղատնտեսական շուկա։ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով վերջին 24 ժամվա ընթացքում առաջնագծում գրանցվել է 161 մարտական գործողություն։ Ռուսական զորքերը իրենց հիմնական հարձակողական ջանքերը կենտրոնացրել են Պոկրովսկիի հատվածում, որտեղ Ուկրաինայի պաշտպանական ուժերը հետ են մղել 56 հարձակումը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով վերջին օրվա ընթացքում ռուսական ուժերի կորուստները կազմել է 1050 զինվոր։ Նրանց տվյալներով պատերազմի սկզբից ի վեր ռուսական կողմը ունեցել է 1,163,000 կորուստ։ Սկսվում են Հարավային Օսիայի ինքնավար մարզի տարածքում ժամանակավոր վարչատարածքային միավորը վերացնելու նախաձեռնության վերաբերյալ հանձնաժողովային քննարկումները։ Վրացական երազանքի նախաձեռնությունը պետք է ուժի մեջ մտնի հունվարի 1-ից։ Իշխող թիմը պնդում է, որ Հարավային Օսիա տերմինը և Հարավային Օսիայի վարչակազմ տերմինը մտցվել է ազգային շարժման կառավարության կողմից, խախտելով սահմանադրությունը, ինչը ժողովրդի դավաճանություն էր։ Հայտարարված փոփոխությունները հարցեր են առաջացնում ընդդիմության շրջանում։ Ընտրական օրենսգրքի քննարկումը շարունակվում է։ Այսօր Դավիթ Մաթիաշվիլին ընդհանցակարգային հարցերի և Սփյուռքի հանձնաժողովի նիստում ներկայացրել է փոփոխությունները։ Այս անգամ շեշտը կրկին դրվել է խորհրդարանական ընտրություններին էմիգրանտների մասնակցության կանոնների փոփոխության վրա։ Նախաձեռնության համաձայն Վրաստանի քաղաքացիները կկարողանան մասնակցել խորհրդարանական ընտրություններին միայն երկրի ներսում։ Որոշման պատճառը նշվում է միջազգային փորձի ընդունումը, արտաքին միջամտության սահմանափակումը։ Ընդդիմությունը քննադատում է փոփոխությունները, նշելով, որ արտերկրում ապրող վրացի քաղաքացիների մեծ մասը չի աջակցում վրացական երազանքին և այդ իսկ պատճառով էլ վրացական երազանքը նման փոփոխություններ է ընդունում։ Խորհրդարանը քննարկում է հատուկ օրենքի ընդունում օրենքի հետ հակասության մեջ գտնվող մինչև 14 տարեկան հասակի անձանց համար։ Նախաձեռնության համաձայն Արդարադատության նախարարության կազմում կստեղծվի վերականգնողական և աջակցության կենտրոն, որը կհամակարգի անչափահաս հանցագործների վերականգնողական աշխատանքները։ Նախաձեռնողների խոսքով նպատակն է բացահայտել քրեական պատասխանատվության տարիքից չհասած անչափահասների անհատական կարիքները, վերասոցիալականացնել նրանց, վերականգնել, աջակցել և նպաստել հանցագործությունների կանխարգելումը։ Մայրաքաղաքի հիմնական ֆինանսական փաստաթղթի նախնական տարբերակը արդեն քաղաքային խորհրդում է։ Ֆինանսական փաստաթղթի ընդհանուր ծավալը 2 միլիարդ 82 միլիոն 482 լարի է և գրեթե 100 միլիոն լարիով ավել է նախորդ տարվա համեմատ։ Հիմնական առաջնահերթությունը առողջապահության և սոցիալական ծրագրերի, տրանսպորտային և ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը կլինի։
Վարչապետը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, ուշադրությունը դարձվել երկրների միջև արդյունավետ համագործակցության և ռազմավարական գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։ Զրույցը անդրադարձել է տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության հաստատման կարևորությանը։ Քննարկումը տեղի է ունեցել ներքին գործերի նախարարությունում։ Արվարձանային Սամգորիում ու Ձո փողոցում ընթանում է լանջի ամրացման գործընթաց։ Աշխատանքներ են տարվում 5100 քառակուսի մետր տարածքում, տեղադրվում է լանջի պաշտպանիչ ցանց։ Նախագծի բյուջեն կազմում է 421 000 լարի։